Աճանանում տեղադրված ջերմոցները վերջապես պատրաստ են շահագործման։ Բնակիչներից տիկին Նորան այգեգործությամբ վաղուց է զբաղվում։ Նոր ջերմատունը ընտանիքի հոգսը քիչ թե շատ կթեթևացնի, որոշել է վարունգ ու լոլիկ կաճեցնի։ Եթե սեր չես դնում ծաղկի, բույսի, բանջարեղենի մեջ, երբեք նրանք քեզ բերք չեն տա։ Նրանք էլ զգայունակություն ունեն, կարող են նույնիսկ խռովեն։ Գյուղատնտեսությունը խիստ կարևոր է գյուղացու գյուղի համար։ Անհրաժեշտություն ոչ թե կարևոր է, անհրաժեշտություն է, որովհետև մյուս բարիքները ստանում ենք հողից։ Իսկ հողը մշակելու համար աջակցություն է պետք, օգնություն է պետք։ Մենակ հնարավոր չէ։ Գյուղացին իր մեջ կշտկի։ Ջերմատները ախտահանված են, հողախառնուրդները պատրաստ։ Շուտով բնակիչները կստանան նաև սացիլներն ու սերմերը։ Նոր ջերմոցում ցանել ենք վարունգ, սացիլների սերմեր, դե մշակում ենք էլ ոռոգում ենք, օդափոխում ենք։ Մինչ ջերմոցների շահագործման անցնելը շահառուները 10 դասընթացի միջոցով սովորել են նման տնտեսություն վարելու կանոնները։ Գյուղատնտես Վարդան Էլիազյանի խոսքով արդյունքների մասին դեռ վաղ է խոսել։ Ծանոթացել եմ պարարտանյութերի տեսակներին, պոմիդորի վարունգի մշակության տեխնոլոգիան, ծանոթացել եմ ջերմոցային բույսերի հիվանդություններին եւ վնասատուներին, օգտագործող բուժանյութերի մասին եմ ինֆորմացիա տվել, ինչպես նաեւ առանց թունաքիմիկատների, ինչպես ասում են ժողովրդական մեթոդներով, ինչպես անեն, որպեսզի քիչ թունաքիմիկատներ օգտագործեն։ Ծրագիրն իրականություն է դարձել Իրավատեր Կապանցիներ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ։ Այսքանով ծրագիրը չի ավարտվի, պատասխանատուները հետեւողական կլինեն։ Նրանք պարտավոր են իրականացնել պահպանություն։ Ամառային սեզոնում պետք է կատարեն համապատասխան միջոցառումները, գիրի տեսքով կլինի, թե ծածկոցային բանի տեսքով կլինի, համենայն դեպս նաև ամենակարևորներից մեկը պահպանություն իրականացնելն է։ Միայն ջերմատներ տրամադրելով չի։ Մենք հետամուտ ենք ելնելու, որպեսզի այն մարդիկ, ովքեր այն շահառուները, ովքեր օգտվել են ջերմատներից, իրենց վրա վերցնեն պարտավորություն, նաև պահպանությունը։ Հաճախակի մենք գալու ենք եւ գյուղատնտեսի հետ միասին անցենք կացնելու մոնիտորինգ։ Շուրջ 70 տնտեսություն կա գյուղում։ Գովելի է, որ բնակավայրում փորձում են գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը զարկ տալ, նշեց Աճանանի վարչական ղեկավարը։ Գյուղացիները շատ ողջավորված են, որ իրանց կողքին ամուդերք ու հովանավորություն աջակցություն են ցուցաբերում։ Իրենք արդեն տան դռանը իրենց բերքու բարիքը կարան աճեցնեն ու հետագայում կարող են եւ վաճառել եւ փոքր բիզնես ձևակերպել։ Նման տարբերակներով բոլորը շահագրգռված են։ Աճանանցիները հուսով են ծրագիրը շարունակական կլինի եւ կոմբինատի ազդագիր համայնքն էլ ավելի կզարգանա։